Բարև ձեզ, Շան Գյումրիի եթերում լրատվության ժամը այսօր հոկտեմբերի 7-ն է, երեքշաբթի։ Տեղի ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Հայաստանի վարչապետը Ռուսաստանի նախագահին շնորհավորել է ծննդյան օրվա առիթով եւ բարեմաղթանքներ փոխանցել։ Կարևորելով Հայաստանի եւ Ռուսաստանի միջև հարաբերությունների հետագա զարգացումը, վարչապետ Փաշինյանը բարձր է գնահատել այդ զարգացման գործում Ռուսաստանի նախագահի անձնական ներդրումը։ Ամերիկայի Միացյալ Նահանգների կոնգրեսի անդամներ Դարել Իսսան եւ Գազբիլի Ռակիսը ներկայացրել են Կովկասում լարվածության կանխարգելման եւ փոխգործակցության առաջխաղացման մասին օրինագիծը, որով առաջարկվում է պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի դեմ Հայաստանի դեմ նոր ագրեսիայի դեպքում։ Առաջարկվող սանկցիաները ներառում են ադրբեջանական պաշտոնյաների ակտիվների սառեցում, վիզաների արգելք եւ ֆինանսական սահմանափակումներ այն օտարերկրյա բանկերի համար, որոնք գործարքներ են կատարում ադրբեջանական նավթի առևտուրը հեշտացնող ֆինանսական հաստատությունների հետ։ Օրինագիծը նախատեսում է բացառություններ մարդասիրական օգնության եւ հիմնական ապրանքների համար եւ կգործի 7 տարի։ Միացյալ Նահանգների կոնգրեսի սենատը հերթական անգամ չի ընդունել երկու կուսակցությունների առաջարկած օրինագծերը, որոնք ուղղված էին դաշնային կառավարության աշխատանքի մասամբ դադարեցված ֆինանսավորման վերականգնմանը, որը եւ թույլ կտար դադարեցնել շաթդաունը։ Այս սկսվել է հոկտեմբերի 1-ի կեսգիշերին ֆինանսավորման բացակայության պատճառով։ Դա տեղի ունեցել այն պատճառով, որ կոնգրեսում կառավարող հանրապետական եւ ընդդիմադիր դեմոկրատական կուսակցությունների ներկայացուցիչները չեն կարողանում համաձայնության գալ մի շարք ծախսերի, այդ թվում առողջապահության ծախսերի շուրջ։ Նրանք միմյանց մեղադրում են շաթդաունի առաջացման եւ քաղաքական նպատակներով այն ձգձգելու համար։ Այսօր մամուլի ասուլիս էր հրավիրել հանրապետության երկրորդ նախագահը, հիմնականում նա անդրադարձել է օգոստոսի 8-ի Վաշինգտոնյան հանդիպումներին, ստորագրված փաստաթղթերին եւ կարծիք հայտնել, որ Հայաստանը այդ ամենից ոչինչ չի շահել։ Ռոբերտ Քոչարյանը պատասխանել է նաեւ ներքաղաքական բնույթի հարցերի։ Երբ երկու կողմ բանակցում են ինչ-որ փաստաթղթի շուրջ, թիմերը գալով համաձայնության նախաստորագրում են այդ փաստաթուղթը, դա տեխնիկական գործողություն է, նախաստորագրում են հետագայում որևէ առիթի ժամանակ, օրինակ պաշտոնական այցի ժամանակ երկրի ղեկավարները ստորագրում են նախաստորագրված փաստաթղթեր։ Տեխնիկական գործ է ըստ էության նախաստորագրումը։ Ինձ համար ընդհանրապես հասկանալի չի, թե պետության ղեկավարների ներկայությամբ ինչ է նշանակում նախաստորագրում։ Եթե ամեն ինչ պայմանավորված է, ավելի լավ առիթ ստորագրել այդ փաստաթղթերը հենց ղեկավարների կողմից չէր կարող լինել։ Սա իսկապես հարցեր է առաջացնում նաև բովանդակային։ Հիմա շարունակենք։ Ինչ ակնկալիքներ մենք կարող ենք ունենալ այս Տրամպի ճանապարհից։ Սա է։ Եվ ինչն է մեր շահը այստեղ։ Ինչը կարող է լինել մեր շահը։ Առաջինը, եթե երասխ, ջուլֆա, Իրան երկաթուղին սկսի աշխատել, մենք կստանանք երկաթուղային կապ Իրանի հետ։ Եվ եթե երկաթուղի կապը նաև դեպի Ռուսաստան, Ադրբեջանի տարածքով։ Այդ երկու գործոնն են միայն հետաքրքիր Հայաստանի Հանրապետության համար։ Եթե այս երկու բանը Հայաստանը չի ստանում, ամբողջ պրոյեկտը անիմաստ եւ վտանգավոր պրոյեկտ է Հայաստանի Հանրապետության համար։ Ինչ է կարելի անել հիմա։ Ես համոզված եմ, որ կա երկու տարբերակ։ Առաջի տարբերակը փորձել այնուամենայնիվ մեծացնել այս պրոյեկտը Միացյալ Նահանգների հետ։ Փորձել մեծացնել, առաջարկել, որովհետև Միացյալ Նահանգների հետաքրքրություն այստեղ ակնհայտ է։ Այն դեպքում, երբ պրոյեկտի այսպես մեծացումը չի հաջողվում, որովհետև կարծում եմ Ալիևը մերժելով է սա, եւ սա ցույց է տալու, որ ինքը շատ գրգռված չի, որ նաև Հայաստանը եւ կստանա դեպի Իրան, ուրեմն երկրորդ տարբերակը եւս շատ պարզ է։ Շնորհակալություն հայտնել Միացյալ Նահանգներին
ասել ես ինչ լավ գաղափար է, բայց այդ ճանապարհը, այս կտորը կկառուցենք մենք, Հայաստանի Հանրապետությունը։ Ճանապարհի անունը կմնա Տրամպի ուղի եւ այլ, բայց կոնտրոլի հարցը կմնա Հայաստանի Հանրապետությանը։ Փաշինյանը հայտարարում է, որ խաղաղությունն արդեն փաստ է եւ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև պատերազմ էլ չի լինելու, երջանիկ ապրեք։ Դուք հավատում եք։ Ինք խոսում է խաղաղության մասին, որը մեծապես կախված է մեկ մարդու տրամադրությունից։ Ալիևի տրամադրությունից է կախված այդ խաղաղությունը, որովհետև այդ փաստաթղթերում եւ ընդհանրապես որևէ տեղ չկան որևէ երաշխիքներ, չկան երաշխավորներ, չկան մեխանիզմներ, թե խախտելու դեպքում ինչ է կատարվում։ Այդ մարդը կարող է մի օր վատ երազ տեսնել, կարող է մի օր մեկ այլ բան կատարվի, կարող է մի օր մտածի, որ վերջերս խառնաշփոթ աշխարհում կարելի է այս հարցը ևս լուծել, Զանգեզուրի հարցը։ Հիմա ևս դու կարող ես հարց տալ, իսկ դուք ինչ եք առաջարկում։ Մենք առաջարկում ենք խաղաղություն, որը կունենա վերահսկելու մեխանիզմներ։ Մենք առաջարկում ենք խաղաղություն, որը դեմ չենք խաղաղության, իհարկե, ոչ մեկը դեմ չի, բայց խաղաղություն, որը կունենա երաշխավորներ։ Տարբեր գործիչներ, վերլուծաբաններ, այդ թվում եւ ազատ կարծիք արտահայտելու համար բանտարկված Միքայել Սրբազանը հայտարարել էր, որ նախկին նախագահները չպետք է մասնակցեն ընտրություններին, պետք է դուրս գան քաղաքականությունից, որպեսզի Նիկոլ Փաշինյանին հաղթելու շանսերը մեծանան։ Ինձ հետաքրքիր է մտածել եք երբևէ այն մասին, հնարավոր է հանուն Փաշինյանի նկատմամբ հաղթանակի դուք դուրս գաք քաղաքականությունից։ Կարծում եմ 21 թվականի ընտրությունները ցույց տվեցին, որ ես ունեմ ինչ որ չափի ազդեցություն եւ ինչ որ մի զանգվածի, որի չափի մասին չեմ ուզում խոսալ, կոնսոլիդացման հնարավորություն։ Բավարար է իմ մասնակցության ձայները, ոչ բավարար չի։ Կուզենայինք, որ եւս այլ ուժեր ստեղծվեն, որոնց հետ համագործակցությունը կբերի իրավիճակի փոփոխություն։ Այո, կցանկանանք եւ արտահայտում ենք դրա մասին շատ պարզ եւ հասկանալի ձևով։ Մենք խոսեցինք Նիկոլ Փաշինյանի մասին, դուք ասացիք մոտավոր թեզեր, որով ինքը կմասնակցի ընտրությունների, եկեք Փաշինյանին մի կողմ թողնենք եւ լսենք ձեր թեզերը եւ առաջարկները, որով կմասնակցեիք ընտրություններին։ Առաջինը, խաղաղության թեման չպետք է լինի ԿՊ-ի մենաշնորհ։ Խաղաղության թեման պետք է լինի հակառակը, ընդդիմության մենաշնորհ։ Ես օրինակ տեղ ունեմ դրա մասին խոսալու, որովհետև իմ նախագահ լինելու 10 տարիները եղել են Հայաստանի համար ամենից խաղաղ տարիները։ Այսօր առավոտյան բարեկային ծառայության աշխատակիցները կանգնեցրել են Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի զրահապատ ավտոմեքենան, նշել, որ թույլ է տրվել ճանապարհային երթևեկության կանոնների խախտում։ Ըստ քաղաքապետարանի տարածած պաշտոնական հայտարարության, ոստիկանության բարեկային ծառայության Շիրակի մարզի գումարտակի ավագ տեսուչը հայտնել է, որ մեքենան պետք է տեղափոխվի հատուկ պահպանվող տարածք տեխնիկական փաստաթղթերի մեջ առկա թերությունների պատճառով։ Միջադեպից հետո քաղաքապետը հանդես է եկել հայտարարությամբ, ասելով, որ այդտեղ երթևեկության կանոնների խախտում անհնար էր եւ սա միանշանակ պատահականություն չէր։ Զրահապատ մեքենան այնուամենայնիվ չեն տեղափոխել հատուկ պահպանվող տարածք։ Փոխարենը 10-օրյա ժամկետ է տրվել փաստաթղթերի ուսումնասիրության համար։ Առաջիկա հանգստյան օրերին Էրեբունի Երևան 2807 տոնակատարության ու բացահայտիր Հայաստանը երկնքից օդագնացության միջազգային փառատոնին ինչպիսի միջոցառումներ են սպասվում։ Պատասխանատուները այսօր ասուլիսին մանրամասներ են ներկայացրել։ Այս տարի մենք որոշեցինք նաև ուրբաթ օրը հոկտեմբերի 10-ին Էրեբունի պատման մշակութային մեր թանգարանի մոտ մեր գործընկերոջ հետ օդապարիկների ավանդական այդ տոնակատարությունը իրականացնել, օդապարիկները կթռչեն Երևանյան օդ Էրեբունի վարչական շրջանում, հենց հարակից տարածքում մեր թանգարանի
եւ նաեւ 3 վարչական շրջանի ղեկավարի հետ գիտեմ որ տեղի ունեցեք քննարկում, որոշակի նաեւ միջոցառումներ կլինեն հարակից տարածքում, այնպես որ իհարկե մեր սիրելի երևանցիներին ուզում եմ հրավիրել այդ ուրբաթ օրը ժամը 16:00, եթե չեմ սխալվում, Էրեբունի թանգարանի հարակից տարածք, որտեղ որ հնարավորություն կլինի մասնակցել այդ միջոցառմանը։ Շաբաթ օրը հոկտեմբերի 11-ին Դիանա Աբգարի այգում մեկնարկը կտրվի էլեկտրոնային երաժշտության համերգով ժամը 19:00-ից մեր հայաստանյան դիջեյները իրենց կատարումներով կուրախացնեն երևանցիներին եւ կհնչեն լավագույն կատարումները մեր տեղական մեր հայաստանյան դիջեյների։ Ինչից հետո ժամը 21:00-ին ունենալու ենք արտասահմանից հայտնի դիջեյ, խոսքը գնում է Բենի Բենասիի մասին, որի այցը սպասված էր Հայաստանում եւ արդեն 21:00-ից կվայելենք Բենի Բենասիի կատարումները լավագույն, որը կարծում եմ որ շատ ու շատ մարդիկ հիշում են հաշվի առնելով որ շատ հայտնի կատարումներ ունի։ Եվ հաջորդ օրը հոկտեմբերի 12-ին ֆորմատը մոտավոր նույնն է լինել ինչ նախորդ տարի, ապակենտրոն միջոցառումներ են լինելու։ Մենք յուրահատուկ ձևով որոշեցինք սկսել, մեկնարկ կտրվելու Էրեբունի ամրոցի հարակից տարածքից, ինքը իրականում շատ բացառիկ թռիչք է, 2 օր առաջ մենք փորձնական թռիչք իրականացրինք եւ բավականին տպավորությունները մեծ էին, որտեղ շատ գեղեցիկ է հենց տեսնել Էրեբունի ամրոցը եւ իրենից տարածվող ամբողջ Երևան քաղաքը։ Ընդհանուր առմամբ մեր մոտ նախատեսվում են 11 թռիչքներ։ Բացահայտիր Հայաստանի երկնքից միջազգային օդագնացության այս փառատոնը բացառիկ հնարավորություն է ներկայացնելու արկածային զբոսաշրջության հնարավորությունները Հայաստանում։ Մեկ հարկի տակ հյուրընկալում ենք բազմաթիվ զբոսաշրջիկների, ովքեր գալիս են թե որպես մասնակից, թե գալիս են այս գեղեցիկ միջոցառումը տեսնելու։ Արդեն փառատոնը իր ուրույն տեղն է գրավել փառատոնային ցանկում տարվա կտրվածքով եւ մենք շատ արձագանքներ ենք ստանում միջազգային մեր գործընկերներից, ովքեր տարեսկզբին արդեն իսկ պլանավորում են իրենց այցելությունները Հայաստան եւ ցանկանում են իմանալ ամսաթվերը, որպեսզի կարողանան ներկայացնեն իրենց գործընկերներին եւ հյուրերին, որպեսզի այդ ժամանակահատվածում ներկա գտնվեն Հայաստանում։ Հոկտեմբերի 7-ը գրադարանավարի օրն է։ Նորարարությունների եւ տեխնոլոգիաների դարում էլ այն մնում է կենսունակ մասնագիտություն։ Ի վերջո, գրքային մի ամբողջ ֆոնդի գրականության մասին տվյալների հարուստ շտեմարանին տիրապետողները հենց գրադարանավարներն են, որոնք վստահորեն ասում են, որ գիրք կարդալու արվեստը մնայուն է։ Շիրակի մարզային գրադարանի ընթերցողները չեն պակասել։ Այսօր նաեւ նորարարական լուծումներով թվային գործիքների միջոցով են ապահովում ընթերցողների սպասարկումը։ Ընթերցողի գործընկեր, հոգեբան, բարեկիրթ եւ ամենակարևորը սիրի իր մասնագիտությունը։ Գրադարանավարի աշխատանքը բնութագրելուց հետո պատվոգրերի արժանացան Շիրակի մարզային գրադարանի աշխատակիցները, որոնք ջանք են ներդնում ամեն օր ընթերցողի հետ կապը պահելու համար։ Իսկ գրադարանավարի աշխատանքում հաջողելու համար հիմա հարկավոր է նաև տեխնոլոգիական զարգացումներին համընթաց գնալ։ Նոր տեխնոլոգիաներն ապահովում են գրքային ֆոնդի հետ ծանոթացումը եւ բավարարում ընթերցողների լայն շրջանակի հետաքրքրությունները։ Էլեկտրոնային սպասարկման համակարգը հնարավորություն է տալիս արագ առանց ժամանակ կորցնելու հեռավար ընտրել նախընտրած գիրքը։ Նույնիսկ պատվերների իրականացում ենք մենք կատարում այս ծրագրով։ Ընթերցողը այո համակարգիչով նամակ է գրում եւ պատվիրում է իրեն ցանկացած գիրք, ինչը իրեն դուր է գալիս։ Եթե մենք գիրքը ունեցանք, կարող ենք տեղեկացնել, որ գիրքը ունենք, եթե ոչ, կասենք ժամկետը կոնկրետ, որ ժամկետում գիրքը կլինի գրադարանում։ Էլեկտրոնային տարբերակը թույլ է տալիս նաև առանձնացնել գրքերի ցանկը, որոնք պահանջված են, բայց գրադարանային ֆոնդում չկան։ Եվ սա էլ լավագույն հուշումն է դառնում մարզային գրադարանի համար, որ անհրաժեշտ է գրականության հարուստ ֆոնդը թարմացնել պահանջվող գրական գործերով։ Մենք կարողանում ենք մեր գրքերը նորել, նոր գրքեր քնել ու ընթերցողների պահանջած գրքերը։ Դա ասեմ, որ շատ կարևոր է։
Եթե գիրքը չկա դարակներում, մենք ունենք մերժված գրականության ցանկ, որտեղ գրանցում ենք եւ քննումների ժամանակ ի նկատի ենք ունենում, թե ընթերցողի կողմից որ գիրքն է ավելի շատ պահանջվել տվյալ եռամսյակում եւ քննում ենք այդ գիրքը։ Գրքային հարուստ ֆոնդը գրադարանի 13 բաժիններում է դասավորված, իսկ ամբողջ շտեմարանին տիրապետողն ու դրանց վերաբերյալ տեղեկություններ հանրայնացնողը ավտոմատացման եւ էլեկտրոնային շտեմարանի բաժինն է, որտեղ համակարգվում ու թարմացվում է Հայաստանյան գրադարանային ֆոնդի մասին ինֆորմացիան։ Բոլորը կտեսնեն, թե Հայաստանում որ գրադարանում ինչ կա, Շիրակի մարզը ինչ ունի։ Մենք ունենք եւ հին եւ նոր գրքեր։ Ունենք նաեւ այնպիսի գրքեր, որ դեռ Հայաստանում չկան, մենք ենք առաջինը մուտքագրում, մենք ենք, այսպես ասած, գրքի ճանապարհը ցույց տալիս դեպի ընթերցող։ Գիրք կարդալու մշակույթից ներկա ժամանակներում շատ են հեռացել, բայց մարզային գրադարանի աշխատակիցներն իրենց ընթերցողների թվից չեն բողոքում։ Գիրք կարող է ձեռքերը չվերցնեն, բայց կարդում են։ Ընթերցանության միջոցներն են փոխարինվել նորերով։ Առցանց գրականությունն ավելի հասանելի է դարձել, թեև գրքից ստացած տպավորություններն ու զգացողությունները այն չեն։ Ձեզ վիճակագրական տվյալներ ասեմ, մենք հիմա այս պահին ունենք 10,000 մոտավորապես 800 ընթերցող։ Քանի որ ընթերցողը ճիշտ է էլեկտրոնային գրիչները շատ են, բայց ընթերցողները նախընտրում են գիրքը, գրքով ընթերցել։ Մենք փորձում ենք հաղթահարել այդ։ Մենք ժամանակին համընթաց տեխնոլոգիաների մուտքագրմամբ կարողանում ենք մեր ընթերցողներին գրավենք գեղեցիկ միջոցառումներով, ամեն ինչով կապել մեր գրադարանին։ Էլեկտրոնացված տարբերակը մեր մոտ քիչ է գործում։ Ես համամիջ չեմ այդ մտքին։ Հիմա մի քիչ փոխվել է ամեն ինչ ու սերունդը սկսել է կարդալ։ Մի ժամանակ մերել էր ընթերցանությունը, բայց հիմա նորից կենտանություն է առել, նոր շունչ է առել։ Իշ նորիվ նոր հրատարակված գրքերի, ինչու՞ չէ նաև այդ, որ ավելի գեղարվեստական է ներկայացված, այսպես գունագեղ է, տպավորիչ է եւ տպավորություն է ստեղծում երեխաների մոտ, ինչը եւ գրավիչ է մեզ համար եւ ես ինքս մեծ լինելով հանդերձ, ինձ ավելի հաճելի է, որ գիրքը վերցնում ես ու ինքը գիրքը քեզ հետ խոսում է։ Մանկական բաժնի ընթերցողներն ավելի շատ են, դպրոցահասակները նաև առաջադրանքներով պայմանավորված գիրք են կարդում։ Ամռան ամիսներին պարտադիր ընթերցանության ցանկից օգտվող երեխաներն են շատ դիմում, հերթագրվում են ու սպասվում, մինչև նախընտրած գիրքը գրադարան վերադառնա։ Մարինե Տերբինյան, Արարատ Ծատուրյան, Հորիզոն։ Այժմ էլ նրա հոսը եւս սպառված է, նորությունների հետևեք մեր հաջորդ թողարկումներում։